մարզիչները հետևում են աղջիկների մենստրուալ ցիկլին եւ ամբողջ իրենց մարզումը կառուցում են ըստ մենստրուալ ցիկլի օրերի։ Աղջիկները ավելի շատ lower body են մարզում, տղաները ավելի շատ upper body։ Տղաներն էլ չեն կարողանում արթնանալ մյուս օրը bodybuilder տեսքով։ Մեր տրամադրությունն է բխում այն շարժումից, որը մենք անում ենք, քան շարժումը տրամադրությունից։ Բարակ տալիա, սիրուն ոտքեր։ Թող աղջիկները գնան վազեն, թռվռան, կարդիո անեն։ Ուրախ եմ ողջունել ձեզ այս նոր ֆորմատում, որտեղ խոսելու ենք միայն առողջ ապրելակերպի մասին։ Ես Հայկուհին եմ, ով ունի լիքը հարցեր, եւ զրուցելու ենք Սերգեյի հետ, ով ունի այդ հարցերի պատասխանները։ Ողջույն Սերգեյ։ Ողջույն Հայկուի ջան։ Անցած անգամ մեր ոդկասթից հետո լիքը կարծիքներ հնչեցին, հիմնականում շատ լավ կարծիքներ, բոլորը տպավորված էին, բայց կային կարծիքներ նաև, որոնք ասում էին, որ ինչի այս թեմայից չխոսացիք, ինչի այն թեմայից չխոսացիք, եւ այդ միտք առաջացավ ստեղծել այս նոր ֆորմատը, որտեղ ամեն անգամ կքննարկենք այդ բաց թողնված թեմաներից ինչ որ մեկը, ու որպես սկիզբ ուզում եմ խոսել ինձ առավել հոգեհարազատ թեմայից աղջիկները եւ ջիմը։ Տարածված կարծիք կա, որ եթե աղջիկները մարզվեն մի քիչ ավելի ծանր քաշերով, գանտելներով, ոչ այդքան աղջկական մարզասարքերով, հաջորդ օրը կարողանան ինչ-որ բոդիբիլդերի ֆիգուրայով, ու շատ են ասում, որ թող աղջիկները գնան վազեն, թռվռան, կարդիո անեն, բայց ես այդքան Լողան։ Ես այդքան համակարծիք չեմ, շատ եմ ուսումնասիրել ու հասկացել եմ, որ ուժային մարզումներն էլ ունեն իրենց կարևորությունը, ու ուզում եմ քեզ խնդրել, որպեսզի օգնես մեզ հասկանալ ինչի են պետք ուժային մարզումները։ Իրականում դա թյուր կարծիք է, տղաներն էլ չեն կարողանում արթնանալ մյուս օրը bodybuilder տեսքով եւ շատ երկար տանջվում են, ճիշտ է, շատ երկար տանջվելուց հասնում են իրենց նպատակի bodybuilder-ի տեսքի, բայց դա հենց այդպես չի լինում, հա, մի վարժություն անես, առավոտյան արթնանաս եւ տեսնես, որ արդեն ինչ որ շատ արտահայտիչ կազմվածք ունես։ Դա տղաների դեպքում, ինչ կապված է աղջիկների հետ, աղջիկների դեպքում շատ ավելի դժվար է հասնել այդ արդյունքի, քանի որ աղջիկների հորմոնալ ֆոնը մի փոքր ուրիշ է, տղաների հորմոնալ ֆոնը ուրիշ է եւ այդ արդյունքը արտահայտիչ մկանային զանգվածը տալիս է ավելի շատ տղամարդու հորմոնը, այսինքն տեստոստերոնը, աղջիկների մոտ գերակշռում են ավելի շատ էստրոգենը, պրոգեստերոնը, որը թույլ չի տալիս այդ աստիճանի ունենալ մկանային զանգված եւ ռելիեֆ, բայց դա չի նշանակում, որ աղջիկները չեն կարողանում հասնել բարձր արդյունքների, թե սպորտում, թե արտահայտիչ մկաններ ունենալ, բայց այնպես չի լինելու, որ արթնանան, առավոտյան տեսնեն, որ տենց bodybuilder-ի տեսքով են, անգամ եթե շատ մեծ ցանկություն ունենան, չի ստացվում եւ տղաների մոտ էլ չի ստացվում, դրա համար պետքա քրտնաջան աշխատանք, եւ որ պահից որ կտեսնեն աղջիկները, կտեսնեք, որ արդեն всё, օքեյ է, հերիքա, կարող եք ստոպ տալ։ Եվ նաև մի ուրիշ բան էլ ասեմ, որ պահից որ ստոպ տակ, մի քանի օր չանեք հետա գնալու այդ արտահայտիչ մկանները, անգամ եթե զարթնեք մի օր եւ տեսնեք հայելու մեջ որ նմանվում եք, դե bodybuilder-ին դժվար է մի անգամից նմանել, ֆիթնես բիկինիի տեսքի եւ դա ձեզ դուր չի գալիս, կարող եք մի քանի օր չանել եւ հետ կվերադառնաք ձեր այն տեսքին, որով որ սկսել եք։ Բացի տեսքից կուզեմ նաև խոսենք առողջական նշանակությունից, որովհետև այնպես չի, որ մարզվում ենք միայն մեր ցանկացած տեսքը ստանալու համար, ինչ որ գեղեցիկ կազմվածք ստանալու համար, նաև պետք են այդ մարզումները։ Մարզումները պետք են բոլորին, թե աղջիկներին, թե տղաներին, թե երիտասարդներին եւ թե տարեց մարդկանց։ Մարզումները օգնում են պահել մեզ երիտասարդ, ինչի հաշվին են օգնում պահել երիտասարդ մկանային զանգվածի, քանի որ նյութափոխանակությունն է արագ լինում եւ տարիքի հետ մենք ունենում ենք մի այնպիսի երևույթ, որը կոչվում է սարկոպենիա, այսինքն երբ տարիքով պայմանավորված մկանային զանգվածը նվազում է։ Եվ դրա թեմա առնելը կոպիտ ասած այդ տարիքի մեծանալու դեմ առնելու չգիտեմ միակ, բայց ամենայն դեպս այս միջոցը աշխատող է ու երևի թե միակ ոչ դեղորայքային միջոցը դա ֆիզիկական կուլտուրան է, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, մարզումը, ճիշտ սնունդը եւ հանգիստը։ Այո, շատ կարեւոր է թե տղաներին, թե աղջիկներին, թե կանանց եւ թե տղամարդկանց կատարել ֆիզիկական վարժություններ, այդ թվում նաև ուժային մարզում շատ կարևոր է։ Մի քիչ կարող է հարցս շատ պարզ է, շատ տարական է, բայց ի՞նչ է մկանը, ինչ դեր ունի ինքը մեր օրգանիզմում։
որ ուզում ենք պահենք։ Իրականում շատ ժամանակ մարդիկ չգիտեն մկանը ինչ տեսք ունի։ Գիտես, ամեն օր մենք առնչություն ունենք, մենք ամեն օր մկան ենք ուտում, ուղղակի մարդկանց մկան չենք ուտում, այլ կենդանու մկան ենք ուտում, այն միսը, որ մենք սովոր ենք ուտել, չգիտեմ, խոզի կլինի, հորթի կլինի, այդ միսը մկանային հյուսվածքներն են։ Այդ նույն մկանային հյուսվածքները նույն ձևով մեր օրգանիզմում են, կամ մահքային մկաններն են, որոնք որ կազմում են մեր հենաշարժողական ապարատի հիմնական մասը, եւ մկանը թույլ է տալիս, ընդհանրապես մենք շարժվում ենք մկանի հաշվին։ Մեր շարժումը, առօրյայի շարժումը մեզ թույլ է տալիս կատարել մեր մկանը։ Եվ թե ոնց է կատարում այդ շարժումը, ուղեղի հետ կապը մեզ մոտ նյարդային համակարգի միջոցով կապված է մկանները մեր ուղեղին, մեր նյարդային համակարգը, ուղեղը նյարդային համակարգի միջոցով տալիս է ազդակ, համապատասխան տեղ, ուզում ենք կծկենք ձեռքը, ուղեղը տալիս համապատասխան ազդակ, մենք կծկում ենք ձեռքը, նյարդային ազդակը էլեկտրական իմպուլս է, հասնում է, կծկում ենք։ Այսինքն մեր նյարդային համակարգը մկանային համակարգի հետ միասին ուղեղից սենց մի հատ ընդհանուր համակարգ է, որը որ ապահովում է մեր կենսագործունեությունը, ընդհանրապես տենց ենք մենք ողջ։ Ու մենք ուզում ենք չմարզվենք։ Եվ մեր մկանը ասեմ, որ մենք ունենք տարբեր տեսակի, արագ, հա, ասեմ, 3 տեսակի մկան, ունենք հարթ մկան, միջածիկ զոլավոր մկանները մեր կամախքային մկաններն են, հարթ մկաններով պատված են մեր ներքին օրգանները եւ ունենք միակարդ սրտամկան, որը նույնպես մկան է, նույնպես ուղեղի ազդակով, նյարդային համակարգով աշխատող մկան է եւ մեր օրգանիզմի ամենից դիմացկուն մկանն է, սրտամկանը։ Կա ինչ-որ մկան, որին ավելի շատ է պետք ուշադիր լինել մարզելուց, օրինակ ավելի շատ է մկանը մարզել, կամ կան մկաններ, որ իրականում այդքան էլ պետք չի մարզել, սենց ինչ-որ տարբերություններ կան։ Եթե վերցնենք հենաշարժողական ապարատի մկանների մասին է խոսքը, իրականում մկանները պետք է մարզել սիմետրիկ։ Քանի որ երբ որ մենք անգամ կարող ենք տեսնել ինչ-որ սպეციფიկ մարզաձևերում, երբ որ նայում ենք մարզված է, բայց մի կողմն է մարզված, օրինակ տենիսիստների մոտ է այդպես, աջ ձեռքով ինքը տենիս է խաղում, օրինակ ուսի մկանները, ձեռքի մկանները, աջ ձեռքի մկանները ավելի զարգացած են, քան ձախ ձեռքի մկանները, եւ դա առաջացնում է դիսբալանս, եւ այդ դիսբալանսը արդեն իր հերթին բերում է բազմաթիվ խնդիրներ, թե ողնաշարային խնդիրներ, թե նյարդային համակարգի խնդիրներ, այսինքն ծանրաբեռնվածությամբ վերաբաշխում է գնում եւ օրգանիզմը իր անատոմիական դիրքից շեղվում է։ Դրա համար շատ կարեւոր է բոլոր մկանների սիմետրիկությունը պահել եւ բոլոր մկանները մարզել, անկախ նրանից, թե դուք որ մարզաձևով եք զբաղվում, անգամ եթե ձեր մարզաձևը պահանջում է կոնկրետ տվյալ մկանախմբի զարգացվածություն, պետք չի անտեսել մնացած մկանախմբերը, որովհետև մի ինչ որ որոշ ժամանակ հետո դա բերելու է դիսպրոպորցիայի ու շատ հարցեր կան, եւ թե առնաշրջանառության հարցերն է, թե ներքին օրգանների, մի խոսքով շատ կարեւոր է համաչափ մարզվածությունը։ Այդպիսի տարածված ռիլեր էլ կան, հաստատ հանդիպած կլինեք, բոլորը հանդիպած կլինեն, որ աղջիկները ավելի շատ lower body են մարզում, տղաները ավելի շատ upper body։ Դե, որովհետև երևի աղջիկները առաջին հերթին ձեզ հարցնեմ, տղամարդկանց որ մարմնի մասի վրա եք ուշադրություն դարձնում։ Մկանային զանգվածի, հա, ոնց է ուշադրությունը ձեր ավելի շուտ որ մասը ձեր ուշադրություն կգրավի։ Թիկունքը հետևից, երևի կրծքավանդակը ուսագոտին արջևից։ Դա այդ հարցի պատասխանն է։ Եվ երևի ես տղաների, ասենք, գաղտնիքը բացեմ, հա։ Գաղտնիք չի։ Գաղտնիք չի, այո, տղաների, ասենք, բարակ տալի է, սիրուն ոտքեր, չգիտեմ, Քանի որ սկսել էինք հենց աղջիկների մասին խոսել, կուզեմ մի քիչ էլ աղջիկների եւ տղաների մարզման սպეციფիկաներից խոսենք, հիմնական տարբերություններից ու մի քիչ դե տարբերենք մենք ու տղաները։ Այդ տարբերությունները ընդգծենք, ինչեր կան որ կարելի է անել, ինչեր որ կան որ իրոք չի կարելի անել։ Երևի կսպասես, որ ես պետքա վարժությունների մասով պետք է առանձնացնեմ սպეციფիկան, բայց ես կառանձնացնեմ ավելի հորմոնալ ֆոնի սպеციფիկան։ Եվ այս վերջի իմ նաև վերապատրաստումների ժամանակ շատ են խոսել ինձ հետ, նաև դասախոսները, հենց աղջիկների մարզման սպეციფիկայի մասին։ Եվ ամբողջ աշխարհում ոնց որ պրոֆեսիոնալ
մարզիչները հետևում են աղջիկների մենստրուալ ցիկլին եւ ամբողջ իրենց մարզումը կառուցում են ըստ մենստրուալ ցիկլի օրերին։ Մեզ մոտ կարծես թե ընդունված է անտեսել այդ փաստը։ Եվ շատ ժամանակ դա է դառնում պատճառը, որ բարձր արդյունքների չեն հասնում։ Իսկ երբ որ սկսում ես հաշվարկել ուղակի օրերը, որ օրերը կարելի է ծանրաբեռնել, որ օրերը չի կարելի ծանրաբեռնել, սկսում ես հասնել ճիշտ արդյունքների։ Եթե տղաների մոտ տեստոստերոնի լեվելը ինքը ասեն ստանդարտ է ու գնում է, աղջիկների մոտ տարբեր հորմոնների լեվել տարբեր փուլերում լինում է տարբեր մակարդակի վրա։ Երևի պարզացնեմ եւ առանձնացնեմ։ Առաջինից 5-րդ օր ցածր ծանրաբեռնվածության մարզում մաքսիմալ հանգիստ, մինչև 13-րդ օրը այդ մեր ֆոլիկուլար ֆազան է, որտեղ որ ձվաբջիջը նախապատրաստվում է դեռ դուրս գալուն, այստեղ մեզ մոտ բարձրանում է էստրոգենի քանակը եւ այդ ժամանակ լինում է կնոջ օրգանիզմը, աղջիկների օրգանիզմը լինում է առավելագույն ակտիվ վիճակում եւ այս փուլում կարող ենք ծանրաբեռնել մեր ուժային մարզումները կարող ենք տալ այս փուլում, այսինքն 6-րդ օրից սկսած մինչև 13, անգամ 14-րդ օրը, 14-րդ օրը մեղ նույնպես էլի էստրոգենը ամենից բարձր մակարդակի վրա է գտնվում եւ դրանից հետո ֆազանա, երբ որ ձվաբջիջը արդեն դուրս է եկել եւ պատրաստվում բեղմնավորման եւ դրան հետեւում է լուտեինացնող ֆազա, հա, որտեղ որ արդեն ենթադրվում է, որ կամ բեղմնավորվել է օրգանիզմը, կամ չի բեղմնավորվել եւ իմաստ չունի իր այդ ակտիվությունը, այստեղ մեզ մոտ բարձրանում է պրոգեստերոնը եւ պրոգեստերոնը երբ որ բարձրանում է ավելի շատ ոնց որ վերականգնման process-ները ավելի նվազում են, ավելի շուտ հոգնածություն է առաջանում, այստեղ մենք պետք է նվազեցնենք ծանրաբեռնվածությունը։ Ուղղակի այս 3 ֆազաները, 4 ֆազաները իրար հաջորդելով նայում ենք եւ կառուցում ենք մեր ամբողջ մարզման ցիկլը այդ ֆազաների հիման վրա։ Եվ այդ այնց բարձրացնելով եւ իջացնելով եւ տղամարդկանց մոտ էլ է լինում այդ գնում մարզումները, ծանրաբեռնվածությունը բարձրանում է եւ իջնում է։ Ուղղակի ստանդարտ, մենք արհեստական ենք բարձրացնում, իջացնում, չհաշվարկելով փուլերը հորմոնալ։ Աղջիկների մոտ մենք ուղղակի դա հաշվարկելով ճիշտ փուլում ճիշտ ծանրաբեռնվածություն տալով հասնում ենք մաքսիմալ արդյունքի։ Սնունդն էլ է, չէ՞, նույն ձև պետք օրինակ էլի օրերից կախված կան օրեր, երբ օրգանիզմը ավելի շատ կալորիա է ծախսում, որտեղ ավելի շատ գործ ունի անելու, այդ դեպքերում օրինակ կարելի է ինչ որ նայած մարդու մոտ, բայց միջին վիճակագրական մարդու մոտ ասեմ, օրինակ 500 կալորիա ավել ընդունել ու մնացած օրերին, երբ որ արդեն այդ գործողությունները վերջացել են եւ օրգանիզմը ավելի հանգիստ է, ծախսում ենք մեր սովորական միջին չափով կալորիաներ եւ այս դեպքում արդեն չարժի ավելի շատ ընդունել։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության, այսինքն երբ որ այն փուլում եք, որտեղ որ հանգիստ է ձեզ մոտ ֆիզիկական ակտիվությունը ցածր է, ինքնստինքյան օրգանիզմը ձեզ հուշում է, որ հանգիստ մնա, ինչ որ մի բան մի արա ու հավեսել չես էլ անում։ Բնականաբար ավելի ցածր կալորիա է այրում եւ այդ ցածր այրած կալորիային համապատասխան պետք է ստանաս կալորիաներ։ Այն փուլում, երբ որ ֆիզիկական ակտիվությունը բարձր է, բնականաբար ավելի բարձր է մեր կալորիաների պահանջը եւ ավելի շատ պետք է ստանանք։ Չենք մոռանում հանգստի մասին եւ քնելու։ Ընդգծեցինք ուժային մարզումների կարեւորությունը աղջիկների համար եւ առհասարակ բոլորի համար ու այն կարեւոր փուլերը, որով աղջիկը անցնում է ու որին առավել շատ պետք է ուշադիր լինել մարզվելու ընթացքում, որպեսզի մեզ ավելի շատ չվնասենք։ Եթե ինչ որ բան բաց եմ թողել, դու կարող ես ավելացնել, որովհետեւ դու ինձանից լավ էլի թեմայի մեջ ես։ Զուտ ավելացնեմ, քանի որ այս փուլերի ընթացքում մենք ունենում ենք հաճախ նաև շատ տարբեր տրամադրություններ, ինչ որ մի օր հավես չունենք ընդհանրապես գնալու մարզասրահ, ինչ որ մի օր այդ ավելի շատ ունենք։ Զուտ ես կավելացնեմ, որ չնայենք հավեսին, չնայենք մեր տրամադրությանը, որտեղ շատ հաճախ մեր տրամադրությունն է բխում այն շարժումից, որը մենք անում ենք, քան շարժումը տրամադրությունից, այսինքն նույնիսկ այդ դեպքում, երբ որ մենք ընդհանրապես հավես չունենք գնալու ջիմ, անպայման գնանք, հատկապես հենց այդ օրերին, որովհետև միշտ երաշխավորված է, որ ավելի լավ տրամադրությամբ դուրս ենք գալու։ Անպայման գնացեք, որովհետև մեկը մյուսից բխող է, դիսցիպլինայով դուք նորից կբերեք ձեր մոտիվացիան եւ մոտիվացիայով կբերեք դիսցիպլինան։